ինչ դեր ունի այս ֆիլմը ձեզ համար։ Շատ մեծ դեր ունի, ես ուրեմն Արարատ 73-ի հետ Արթուր Սողոմոնյանի բարձր հովանավորությամբ մենք գնացել ենք Մոսկվա, նախ կազմակերպել էի Խորհրդային Միության վետերանների հավաքական, Սպարտակի հավաքական, բարձր մակարդակով ամեն ինչը, ինձ էլ հրավիրել էին, որ ես մեկնաբան եմ, իրենց հայտնի մեկնաբաններից մեկի հետ։ Իսկ ֆիլմի պրեմիերան կայացել է Մոսֆիլմում։ Այն աժիոտաժը, ինչ որ ես տեսել եմ, ես հարուստ կյանք եմ ապրել, աշխարհ եմ մանեկել։ Մոսկվայում այն ինչ կազմակերպեցին այս ֆիլմի հետ կապված, ես մինչև հիմա շատ բարձր տպավորության տակ եմ, անկեղծորեն եմ ասում, որովհետև նախ մեր հայրենակիցները շատ էին այնտեղ, անհամբեր սպասում էին, ամբողջ օրը հերթ էին կանգնել Մոսֆիլմում, որ ասեմ 50-ից ավելի հարցազրույց եմ տվել այնտեղ, բոլորը մոտեցել էին, հարցնում էին, հետո կարոտներ հայրենիքի նկատմամբ, որովհետև շատերը, ասենք Հայաստանից տուն տեղ վաճառել գնացել են Մոսկվայում են, բայց ես ապշել էի առաջին հերթին նրանով, որ նաև ռուսները շատ մեծ այսպես քաջատեղյակ էին, լրագրողները, ընդ որում պետական բարձր լրատվամիջոցները պատրաստի եկել էին հարցազրույցներ, այսինքն այս ֆիլմը մեծ ռեզոնանս է առաջացրել։ Հիմա դրա գնահատականը ես իհարկե մասնագետ չեմ, ասենք վերլուծեմ լավ ֆիլմ էր, վատ ֆիլմ էր, բայց կարևորը նա է, որ այդ ֆիլմը կայացավ, կարևորը նա է, որ այդ ֆիլմը արդեն ես գիտեմ Ռուսաստանում արդեն 1840 կինոթատրոնում ցուցադրել է։ Պատկերացնում եք դա ինչ է նշանակում։ Բելարուսում նույնպես ցուցադրելու են։ Այսինքն Արարատը նորից վերակենդանացավ, Արարատը հավիտնակցավ եւ ազգի այդ հռչակման գործում Ռուսաստանի պես խոշոր պետությունը բոլորը ովքեր Արարատի մասին չեն լսել, նորից լսելու են եւ մարդիկ նայելու են ու դա մեր ազգի պատիվն է ու նաեւ Արարատ 73-ը, որը դա մեր երկիրը հանրահռչակ է դարձրել, այդ դերը շատ մեծ է ու դրա համար ես կարծում եմ, որ այս ֆիլմի համար որևէ քննադատություն չպետք է լինի։ Մարդիկ արել են, ընդ որում Ռուսաստանում մեր հայրենակից գործարարները, տեղի գործարարները ֆինանսավորել են, պետական աջակցություն էլ է եղել, այնպես որ կարծում եմ, որ այս ֆիլմի կայացումը շատ մեծ բան է, ուղղակի շատ ափսոս, որ Նիկիտա Սիմոնյանը ինքան անձամբ ներկա չի եղել։